Ցեղասպանության հրապարակային հերքումը Հայաստանի Հանրապետությունում քրեորեն պատժելի արարք դիտարկվում է արդյոք։ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն է հարցրել քննչական կոմիտեի նախագահին։ Արթուր Պողոսյանը նշելով, որ տվյալ արարքը օրենսգրքով արգելված է, նաև հավելել է, որ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածում նախատեսված է հանցակազմ, որը ձևակերպված է հետևյալ կերպ. ցեղասպանությունը կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, քարոզելը կամ վնասակարությունը նսեմացնելը քրեորեն պատժելի են։ Դատարանը մեղավոր է ճանաչել 4 անձի սպանած, 7 անձի տարբեր ծանրության հրազենային վնասվածքներ պատճառած ամբաստանյալ Թելման Քալաշյանին եւ նրան դատապարտել ցմահ ազատազրկման։ 2017 թվականին տոկոսադրույքի հաշվարկով կուտակված պարտքի եւ հիմնական գումարի ստանալու շուրջ ծագած վիճաբանության հետևանքով Քալաշյանը որսորդական հրազենով զինված մտել էր Արագածոտնի Շամիրամ գյուղի սգոսրահ եւ 7 անգամ կրակել սրահում գտնվողների ուղղությամբ, ինչի հետևանքով մահացել էր 4 մարդ, վիրավորվել 7-ը։ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրամաս է բացահայտվել։ Իրականացված ստուգման ժամանակ օղու արտադրության համար նախատեսված սարքավորումներ, տարբեր տնտեսվարողների պիտակներով օղու դատարկ շշեր, խցաններ, ինքնաշեն ֆիլտրեր, տարբեր տարաներով սպիրտային հեղուկներ, 1 տոննա տարողությամբ սպիրտանման հեղուկով չժանգոտվող պողպատյա տարա է հայտնաբերվել։ Արտադրությունն իրականացվել է առանց ծանուցման, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս, կատարվել է պետությանը հասցված վնասի նախնական հաշվարկ, քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 3 ապրիլի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում ժամը 14-ի սահմաններում Արտաշատ քաղաքից Ոստան գյուղ տանող ճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակչի վարած Nissan Tiida եւ Երևանի բնակչի վարած Nissan Rouge մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վարորդները եւ 7 ուղևոր մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները։ Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տրանսպորտային հոսքերի անցանելիության ավելացման նպատակով ապրիլի 23-ից մայրաքաղաքում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ։ Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Աբովյան եւ Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյուն փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան եւ Կորյուն փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի։ Ապամոնտաժվելու է նաեւ Մաշտոցի Պողոտա Ամիրյան փողոց խաչմերուկում, Մաշտոցի Պողոտա Խորենացի փողոց խաչմերուկից դեպի Ամիրյան փողոց երթևեկող մեքենաների համար տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։